ընդդիմությունը ուրիշ չի, նախորդ իշխանությունն է։ Այդ տարիների ընթացքում թող իրանք անին, Ղարաբաղի հարցներ լուծին, չգիտեմ այսօր տարբեր խնդիրներ են դնում։ Տես ես քիչ առաջ ասա թե 60 տարեկան եմ, 29 տարեկանից է շարունակ 30 հանի տարի ես անհայտության մեջ եմ եղել։ Հասկանում ես։ Ասել են քեզ բան այսօր լավ կլինի, եկե, այսօր Ռոբերտ Քոչարյան եկավ։ Ինչքան թուն դավ կար, բերեց լցեց Հայաստան։ Հետո եկավ Վազգենին խփին իրանց իշխանության օրոք։ Հասկանում եք։ Մինչև այսօր իրաց կայուն ոչ մի բան չել է։ Ընդհանուր իրանց իշխանություն պահելու համար խաղացել են մինչև այսօր։ Այսօր խնդիր կա։ Հիմա ասում են այսպես ոնց կլինի, չգիտենք ինչ անենք, Արցախի հարցն առաջ բերում, կարող է ես իրանց ինչ չափ կամ ընդ այս կրվաստղերի չափ մտածում եմ, բայց այդ process-ը թողնիկ ձեր ժամանակին։ Իրենք ասում են ոնց որ դուք կարող եք այս նավը հանգրվանի հասցնեք։ Մենք հասցնում ենք։ Այս երկրում պետք է վերջ-վերջո խաղաղություն այս պետություն զարգանա։ Եթե էսել չլինի, չգիտեմ ինչ կլինի, մուգծելիս կթարնի։ Համի խոսում ենք, կեսը դեք բնականաբար սաղնդիմադիր ուժերն տանում են դեպի Ռուսաստան։ Արցախը, այս տվին, այն տվին։ Արցախը ցավը տանեմ։ Խաղապատ զորքեր մտե Ռուսաստանի Դաշնությունից։ Խաղապատ զորքը ինչ պետք է անի, որ այդ տարածաշրջանում այս երկրի ազգությունների մեջ ընդհանրում չլինի, մինչև ընդհանրավոր քաղաքական Մինսկի խմբի պահով տարիներ ձգվավ, տենց էլ մնաց չհասցանք ինչ էլ։ Դա որ երաշխավորի խաղաղությունը, խաղաղապահի առաքելությունն է դա, բայց ինչ եղավ։ Ունենք, ինչ ունենք։ Այսպես Պուտնոսի մեջ, սկուտերի մեջ հարուսներ տվին թուրքերին։ Ինձ են ապակողները շու մարդկանց, հասկանում եք։ Տեսակ Արցախի ինչ տարապանքով դուրս եկավ, դա ինչ արին Արցախի գլխին։ Մի պաշկա սիգարետ 10,000 դրամ էր ընդ։ Հարուսները եկեին առևտրի։ Երբ պատմություն որ ուսումնասիրում ես, միշտ հարուսներին մեր վերելքի ճակատագրական պոյն մեզ ձեռ են քաշել։ Դա էլ 15 թվին էլ։